Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 19-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 19-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովանեք, նաև ձեր սիրելիների մոտ կարող եք գնալ, ձեր սիրելին կարող է գալ ձեզ մոտ, մի խոսքով ճանապարհ գնալու, ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև ձեզ սիրված կզգաք, միգուցե ինչ-որ մեկին հանդիպում եք, ձեզ լավ եք զգում, գումար եք ծախսելու այդ օրը, նաև ուշադիր եղեք, վեճ կա այստեղ, միգուցե նաև տուն եք մաքրում, եթե ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, միշտ ապեք ոչ մի հարցերում։ Նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, ոմանց համար էլ դա ինտիմ հարաբերություններ է։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, բայց ոչ է հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 19-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը նվեր կստանաք կամ նվեր կգնաք ինչ-որ մեկի համար, ինչ-որ բան տեղի կունենա, որ ձեզ համար նվեր էր, այստեղ կողքը ձեր ցանկություններն է իրականանալու, միգուցե նաև դա է, ձեզ համար որպես նվեր է։
Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, նաև օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, ճանապարհը նույնպես կգնաք արդյոք թե ոչ այդ ճանապարհը կամ երբ կգնաք։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում ունեք ձեր ընկերոջ հետ, բայց հուզվում եք իրեն տեսնելուց, նաև տխրում եք, միգուցե հրաժեշտ եք տալիս իրար, միգուցե ցավեցնում է, միգուցե իր համար եք նեղվում, տխրում, ինչ-որ մի բան է իր մոտ, հա, այնպես չէ, արտասվում եք կամ հուզվում եք։ Եվ նաև ոչ հնարավորություն ձեր ձեռքից այդ օրը բաց կթողնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 19-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու կամ նվեր կգնեք ինչ-որ մեկի համար, նաև ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որը ձեզ համար նվեր լինել։ Եվ այստեղ հյուր կամ դուք եք ուզում գնալ կամ հյուր պետք է ընդունեք եւ տատանվում եք, միգուցե ինչ հյուրասիրեք կամ տատանվում եք ինչ տանել, նաև գնալ արդյոք թե ոչ, միգուցե նաև դա է ձեզ մոտ։ Եվ տխրում եք, կամ ինչ-որ մեկից հիասթափվում եք։ Այնտեղ նաև նվերը դա կարող է լինել քաղցրավենիք։ Մտածում եք իզուր գնացի կամ մեկ այլ հարց է սա, որը որ ձեզ տխրեցնում է կամ հիասթափեցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 19-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գաղտնի սիրավեպ, ոմանք ունեն գաղտնի գործողություններ։ Նաև ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, այստեղ հուզվում եք, արտասվում եք, տխրում եք, միգուցե այստեղ ինչ-որ բան է դրա հետ կապված։
այդ գաղտնի գործողություն, գաղտնի ինչ-որ պահեր, այստեղ գուցե դրա հետ է կապված, գուցե բացահայտվում է ինչ-որ մի բան, որտև ցավ է, տխրություն և արցունքներ։ Մյուս կողմից էլ այստեղ նվեր կստանաք, դուք նվեր կտաք որևէ մեկին, նաև ինչ-որ բան է տեղ ունենում, որը ձեզ համար նվեր է։ Գիտեք, ավելի լավ է, եթե օրինակ շուտ է բացահայտվում, հա, դա իրոք նվեր է մարդու համար։ Ամեն ինչը չի շատ խորանում եւ բացահայտվում է, ավելի լավ է դա։ Եվ այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապների մարտի 19-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին, հույսներ դրեք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, նաև տուն մաքրել, երկուսն էլ հնարավոր է։ Այստեղ նաև հեռացում կա, եթե վիճակ կա, ապա դա կարող է լինել հեռացում ձեզ համար, դա համար ուշադիր եղեք, բաժանում այստեղ։ Նաև ունեք սիրելիի հետ հանդիպում, դրա համար այստեղ պետք է շատ ուշադիր լինել այդ հարցում։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ հավատարիմ անձնավորության հետ, եթե այստեղ խոսքը նաև վեճը գնում է հավատարմության հետ կապված, դա ընկած է, որ ցույց է տալիս, որ հավատարիմ է ձեր երկրորդ կեսը, հա, կամ չգիտեմ ով, ինչ որ մեկը ձեր հանդեպ, այնպես որ դրա պատճառով մի վիճեք։ Նաև այդ օրը բաժանում, հեռացում, ինչ-որ մի բան կարող է ձեզանից հեռանալ, ինչ-որ մեկը նաև կարող է ձեզանից հեռանալ, եթե իհարկե վիճակ, և ունեք սիրային ժամադրություն այստեղ, նաև պայմանավորվածություն ձեր հարազատների հետ, որպեսզի հանդիպեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 19-ին։
Հարգելի օձեր, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Օրվա ընթացքում ոչ թե տհաճ պահեր կան, որից կարող եք հուզվել նաև, նեղվել, նաև արտասվել։ Նաև գումար եք ստանալու այդ օրը եւ նվեր, կարող է բոնուս է, նվերի տեսքով է կամ ինչ որ այդպես։ Նա կարող եք նաև առանձին նաև նվեր ստանալ, նաև դուք նվիրեք, նաև դա կարող է քաղցրավենիք, ծաղիկներ եւ այլն։ Օրը ձեր ձեռքում է ընդհանրապես, թե կուզեք նեղվելը ամբողջությամբ ձեզանից է կախված։ Կնեղվեք արդյոք թե ոչ այդ տհաճ պահերից։ Փչացնեք ձեր օրը թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մարտի 19-ին։ Հարգելի ձեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հաղորդությունը կարող է դա լինել, ծննդաբերություն, մեկ այլ հարց, ծնունդ, կնունք եւ այլն։ Երեխաները տեղ գնաք, երեխաները կան ձեր տուն, թոռները կան ձեր տուն։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, որը ինչպես կանեք եւ ինչպես ինչ որ բանի գարձագանքեք։ Հանդիպում ունեք որևէ մեկի հետ, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլն։ Եվ երջանիկ կլինեք, ինչ որ բան է տա ձեզ երջանկացնելու։ Եվ ոչ է գաղտնիք կբացահայտվի։ Ոյ, այնքան մռայլ է, որ մռայլվեց 4 կողմը։ Եվ գաղտնիք օրինակ այստեղ եթե գրում եք պետական հիմնարկություն, դա կարող է լինել օրինակ եւ ուսման հետ կապված քննություններ լավ եք հանձնել եւ հղիության հետ կապված։ Այսքանը ձեզ համար եւ դատը իհարկե եթե դատը կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 19-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ որ նորություն եք լսելու եւ կարծես այդ նորությունը ձեզ այդքան է դուր չի գալի, վիճում եք ինչ-որ մեկի հետ։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, օրվա ընթացքում տատանվում եք, ծանր ու թեթև կանեք, որովհետեւ ինչ-որ մտքեր կունենաք, ընտրության առջև կարող է կանգնած լինեք եւ գումար եք ծախսելու, նաև գումարի մասին կխոսեք, պայմանավորվեք գումարի հետ կապված հարցերով եւ վճարում եք նաև ժամ եք պայմանավորվել, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։ Կամ այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել, օրինակ որ վճարեք, հա, այդպես գումար տակ դիմացին եւ հաղթանակած դուրս կգաք այդ օրը յուրաքանչյուր հարցերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկների մարտի 19-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը գումար եք ծախսելու, նաև կարող եք ինչ-որ մեկի հետ վիճելուց հետո ձեզ լավ զգալ, կամ տուն եք մաքրում, հետո նայում եք ձեր շրջապատը, տեսնում եք ամեն ինչ նորմալ է, այդպես ձեզ լավ եք զգում, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք։ Նաև այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր են, դա էլ եւ միգուցե տուն եք մաքրում, նաև կարող է առիթ լինել տանը կամ պետք է գնաք այդ առիթին, նաև տան տեղափոխություն, մաքրություն, հյուրեր, ինչ ասես կարող է լինել։ Նաև այդ օրը տատանվում եք, ծանր ու թեթև եք անում որևիցե հարցեր, միգուցե ընտրության առջև եք նաև կանգնած, որևիցե հարցի հետ կապված, միգուցե տան հետ կապված եւ հաջողություն ունեք։ Հաջողություն ձեր գործերում, այն ինչ որ այդ օրը կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակահաղներին։ Մոռայլա, ահա որ մեկ րոպե։ Այսպես գոնե ինչ-որ չափով լավ է։ Ինչ է սպասվում ակահաղներին մարտի 19-ին։
Հարգելի ակահարներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև գումար եք ծախսելու։ Գումարը ստանալը մի փոքր այդտեղ սուտ կա, ուշադիր եղեք։ Ինչքան են վճարում, ինչպես են վճարում, այդ ամենը լավ ուսումնասիրեք, նոր հետո այստեղ պետք է անպայման ուշադիր լինել։ Գումարը երբ որ տալիս են ձեզ։ Եվ գումար դե կծախսեք նաև։ Ինչ որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը գործերը կանեք, կվերջացնեք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք եւ ժամերով ինչ որ բանի եք սպասելու։ Ինչ որ մեկին եք սպասելու կամ ինչ որ բանի եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք նոր։ Թեկուզ ժամ վերցնելուց ինչ որ մեկի հետ եւս երկար մտածեք։ Եվ այստեղ ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի ձեզ հետ կամ նոր է սկսվում, այդպես ամեն ամսվա ոչափ պահեր, կամ նաև դա ավարտվում է։ Եվ նաև այստեղ օրվա ընթացքում կարող պարկել, հանգստանալ, քնել, նաև դա ինտիմ հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 19-ին։ Հարգելի շներ, այդ օրը տհաճ պահեր կան, ինչ որ հարցերում, նաև գործերը չեք հասցնում լուծել, անել, ավարտել։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, դա կարող է կապված լինել նաև բժշկության հետ, նաև դա կարող է կապված լինել ուսման հետ, ինչ որ բաներ չեք հասցնում, նաև ավարտել է, կարող է այդ ոլորտին է վերաբերվում։ Օցեր կան, չար մարդիկ, չար վերաբերմունք, բամբասանք, նաև տան հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, նա վրա առիթ է, ծնունդ է կամ տեղափոխություն է, նաև դա կարող է կապված լինել մաքրության հետ, ինչ որ բաներ եք ուբորկա եք անում, եւ տուն գնել, տուն վաճառել դա եւս մեջն է մտնում։ Եվ ինչ որ բաներ ձեզ կերջանկացնի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 19-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական լուծում կստանա, վերջնական լուծում կամ որոշում կկայացնեք նաև, ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, եւ այստեղ տհաճ պահեր կան, դա կապված է միգուցե ստի հետ, որովհետեւ սուտ կա, եւ ցավ, միգուցե այս երեքը իրար հետ է կապված, եւ գումար պետք է ծախսեք։ Կարող է ինչ-որ մեկը ասել էր, որ կվճարեմ, չի վճարել եւ հիմա ոնց որ ստիպված դուք եք վճարում դա ձեզ ցավ է տալիս, որտեղ սուտ են խոսել եւ այդ ստի պատճառով տհաճ պատմության մեջ կարող եք հայտնվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի։ Օր եմ մաղթում։